Աստված օգնական սրբազան հայր, ողջունում եմ ձեզ պարոն քաղաքապետ, հարգելի հյուրեր, լրատվական միջոցների սիրելի ներկայացուցիչներ, հարգելի գյումրեցիներ, նախ ուզում եմ մեր քաղաքապետին մաղթեմ մոտակա աշխատանքի ժամանակ դրսևորել սկզբունքայնություն են բոլոր հարցերի շուրջ, որի մասին խոսում է, ուժ, համբերատարություն, իմաստնություն և քրիստոնեական բարություն։ Մեր Գյումրիի երիտասարդներին ցանկանում եմ, որ այս տարիների ընթացքում իրենք զգան, որ ապրում են ժամանակակից ու զարգացող քաղաքում։ Մեր քաղաքի տարեցներին ցանկանում եմ, որ իրենք զգան, որ ապրում են անվտանգ ու հոգատար քաղաքում։ Մեր անմահացած հերոսների մայրերին ցանկանում եմ, որ իրենք զգան, որ անտեսված չեն, որ իրենց որդիների, ամուսինների, եղբայրների շիրիմները հարգված են, խնամված են ու շատ կարևոր արժեք են մեր բոլորի համար։ Մեզ բոլորիս ցանկանում եմ, որ մենք մեր քաղաքին կարողանանք վերադարձնել հայրաքաղաքի այն կարգավիճակը, որ հոր դերն ու նշանակությունը այս պետությունում բոլորը հասկանան ոչ թե ուղղակի խոսքերով, այլ մայրաքաղաքը զգա, որ հայրը պատրաստ է նորից ստանձնել օջախի պահապանի, զարգացնողի և անվտանգություն ապահովողի դերը։ Սիրելի լրագրողներ, խնդրում եմ էլ սեպ մի խրեք մեր սրբազանի ու քաղաքապետի միջև, որովհետև ինչպես ասեց սրբազանը և ինչպես փաստեց պարոն քաղաքապետը, այո, շատ կարևոր հարցերում մենք պետք է ու պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները, մեր մտորումները, մեր անհամաձայնությունները դնել կողքի ու մտածել պետության առավելագույն շահի մասին, հայ ժողովրդի, հայ ազգի, մեր հավատքի և իհարկե մեր հայրաքաղաքի մասին, որին վստահաբար բոլորս կապ չունի կուսակցական պատկանելիություն, նախասիրություններ, տարիք։ Մենք մեր քաղաքը շատ կսիրենք։ Մենք մեր քաղաքը այնքան կսիրենք, որ իսկականից չենք տարբերել մեր ծնողից։ Ու այն ամեն ինչը, ինչ որ տարել ենք այս տարիների ընթացքում, մեր քաղաքն է մեզի սորվծել։ Մեր քաղաքը մեզի, երբ որ պետք է ջղայնացել է վրեկս, երբ որ պետք է սիրել է, կրգել է ու գուրգուրել է, երբ որ պետք է ճամպա է ցույց տվել, թե որտեղ պետք է եշտանք, զարգանանք, կայանանք ու վերադառնանք մեր փորձը, մեր գիտելիքները մեր քաղաքի համար ծառայեցնելու։ Ես շատ կուզեմ, որ այս տարիները, որոնք ձեր աչքի առաջ պիտի եղնին, հետագայում պատմության մեջ հիշվին որպես նոր սկզբի, նոր վերածննդի տարիներ, ոչ միայն հայրաքաղաքի, այլ Հայաստանի Հանրապետության համար։ Շնորհակալություն։